Հայ ժողովուրդը պետք է բոյկոտի այդ շարժումը։ Սփյուռքում հասկացան, որ Բագրատի հետևում կանգնած է Դաշնակցությունը։ Տեսանք նկարներ, որ դաշնակցական Մուրադ Փափազյանը աջակցում է իրենց, իսկ Մուրադը Քոչարյանի մարդն է։ Սա ասում է Ֆրանսիայի հայկական շարժման նախագահ Ռաֆի Փափազյանը եւ ավելացնում. Եվրոպական մի շարք քաղաքներում դաշնակցականները հավաքներ են արել, բայց դրանց թիվը շատ քիչ էր։ Բրյուսելում, Լիոնում, Մարսելում այդ հավաքներին մասնակցում էին մի քանի տասնյակ մարդ։ Ու դրա համար էլ այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ Սփյուռքը Բագրատի հետ է։ Սփյուռքում մեր հայրենակիցները Facebook-ից ու Twitter-ից այլ տպավորություն էին ստացել։ Բայց երբ վերջին հանրահավաքի ժամանակ տեսան, որ սրանք այն նույն մարդիկ են, որոնք նախորդ տարիներին փողոց էին դուրս եկել, մարդիկ հասկացան, թե ինչ է կատարվում։ Այսինքն այդ շարժումը զուտ կառավարությունը տապալելու միտում ունի։ Հայաստանում ընդդիմությունը չի ցանկանում, որ ընտրություն լինի, որովհետև գիտեն, որ իրենք պարտվելու են։ Դաշնակցությունը իր տեսակետները փորձում է ներկայացնել որպես Սփյուռքի ձայն, սակայն այդպես չէ։ Իրենք չեն կարող խոսել հայկական Սփյուռքի անունից։ Ու դաշնակցությունը իր փոքրիկ կարծիքն է հայտնում միայն. Հայաստանի Հանրապետությունում կա ընտրված իշխանություն, իսկ եկեղեցին իրավունք չունի խառնվելու երկրի կառավարմանը։ Հայաստանը աշխարհիկ պետություն է ու մարդիկ չեն հասկանում, թե ինչ է ցանկանում անել Բագրատը։ Ինքը աշխատում է հին ուժերի հետ, ու Սփյուռքը հասկացավ, որ Բագրատը աշխատում է Ռուսաստանի ու Դաշնակցության հետ։ Ֆրանսիական մեդիայում իր մասին չեն խոսում։ Խոսում են Russia Today եւ Sputnik լրատվականներում։ Իսկ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն էր անում, Ֆրանսիայի ու Եվրոպայի բազմաթիվ լրատվամիջոցներ ակտիվորեն լուսաբանում էին հեղափոխությունը։